Ողջույն ձեզ սիրելի ազգագիցներ, Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ սիրով ողջունեմ ձեզ Լիբանանի այս սքանչելի ուխտավայրեն նվիրված Սուրբ Շարբելի։ Սուրբ Շարբելը կնկատվի հրաշագործ Սուրբ Լիբանանի։ Անիգա հին ժամանակվերեն մինչև այսօր ապրող Սուրբ է եւ իսկապես մեծ հրաշքներ կկատարե։ Քանի մփարով ցեզի պատմեմ թե ով եղած է Սուրբ Շարբելը, որ դեղացիները զինք կոչեն Մար Շարբել։ Մար ասորերեն կնշանակե Սուրբ։ Իր անունը ծննդյան անունը եղած է Յուսեֆ Անթուն Մախլուֆ եւ եղած է զավակը Անթուն եւ Բրիժիտ անունով հարաբաշտ ընտանիքի։ Շարբելը իր գրոնական անունն է եւ ասորերենով կամ արամայիկ լեզվով Շարբել կնշանակե Աստուծո պատմությունը։ Անիգա ծնած է 1828 թվականի մայիսի 8-ին եւ փաստմանդամ 5 զավակները բաղկացած ընտանիքի մեկ զավակն էր։ Անոր հայրը քուրակ կքշեր թրքական բանակին մեջ եւ երբ դուն կվերադառնար դժբախտաբար կմահանա ճամփու ընթացքին։ Բրիժիտը Սուրբ Շարբելի մայրը որբևարի 5 զավակներ ունեցող երկրորդ անգամ կամուսնա եւ անոր երկրորդ ամուսինը Հացարիկ աստվածավախ ու հավատացյալ մարդ էր, որ սարգվակը ծերնատրվի եւ աբակային գտարնա քահանան իրենց գյուղի եւ անոր դիբարը ներկայությունը մեծ աստեցություն կգործե Սուրբ Շարբելի հոգեվոր գազմավորման վրա։ Սուրբ Շարբել փոքր տարիքեն Աստուծո սիրով եւ սրբությամբ լեցված էր։ Անիկա ամեն օր Դիրոջ հետ ժամանակ կանցներ։ Իր գենսակրության մեջ կգարտանք, թե երբ իր նման երեխաները գխաղային, ինք քարայրներու մեջ գերտար, գարանցնանար եւ ամբողջ օրը աղոթքով եւ աստվածաշունչ ընթերցելով կանցներ։ Անիգա իրենց ընտանիքի քանիմը գովերը կպահեր եւ երբ գտաներ գովերը արածելու, արիթ էր իրեն համար ամբողջ օրը Աստուծո հետ անցնելու եւ իսկապես Սուրբ Շարբել օրը Քրիստոսի նման էր։ Հրաշագործ էր, փոքր տարիքեն արդեն Աստված իրեն հրաշագործելու, մարգարեություն ունելու շնորհքներ տված էր։ 1851 թվականին Սուրբ Շարբելը երբ հազիվ 23 տարեկան էր, գորոշ է գրոնական կյանքի նվիրվել։ Եվ իսկապես վանք կմտնե եւ վանքին մեջ կնվիրվի խորունկ ուսման հայրերու քրագանություն ընթերցելով, ինչպես ասի Աստվածաշունչը իր ամենօրյա ընթերցման գիրքն էր եւ երկար աղոթքներ կներ։ Երբ մշտնչենական ուխտ կնե, Սուրբ Շարբելը գսկա, որ ինք պետք է ջկնարան քաշվի, մենակյացությունը զինք կքաշեր եւ իսկապես կբարձրանա վանքը ցեզի ցույց պիտի դամ քիչ վերջ ուր ջկնեցավ ինք 23 տարի շարունակ մենակյաց կյանքով ապրեցավ հերու մարդոցմե Աստուծո մոդիկ ամեն օր աղոթելով ապրեցավ ընդամենը 70 տարի եւ վախճանեցավ կաթոլիկյան ուրեմն աշխարհը գիտեք որ դեկտեմբեր 25-ին Քրիստոսի սուրբ ծնունդը կդոնե մեկ օր առաջ դեկտեմբեր 24-ը հետևաբար ջրակալույց է, ահա Սուրբ Շարբել մահացավ դեկտեմբեր 24 1898 թվականին եւ իր մահվան օրը երկինքը այնքան ամբամած էր, որ ցույնը դեղադարապ կտապեր մեծ գդորներով կպատմեն վանականները իր ժամանակագից վանականները
որ երբ Սուրբ Շարբելը մահացած կդան դեկտեմբեր 24-ին, դեկտեմբեր 25-ի առավոտուն ուզեցին զինք թաղել։ Մինչև իր մարմինը դակավին թակաղի մեջ չէին դրած, ահրելի ցույն կդեղար։ Երբ անոր մարմինը գտերեն թակաղին վրա ու գշարգեն իրենց ուսերուն վրա, որպեսի տանին եւ թաղեն զինք, անմիջապես երգինքեն, ամբերը գերանան, գփախչին, գքաշվին, ցույնը գթաթրի եւ բայցար արևը մեջտեղ գելն է։ Եվ կզարմանան բոլորը։ Եվ կտաղեն զինք վանքին մեջ։ Քիչ մը վերջ ցեզի այս բոլոր վայրերը ցույց պիտի տամ։ Իր մահեն շուրջ 45 օր յետք իր քերեզմանեն հզոր լույս կճարակայթե եւ Սուրբ Շարբելի պատկերը գերեվի, այսպես հոգին գերեվի 1950-ական թվականներուն երբ Սուրբ Շարբելին քերեզմանը բացին դեղափոխելու համար զինք ուրիշ վայրի մեջ, ատկի առաջալ 1850 ուրեմն 1898-ի ժամանակ որ դեղափոխած էին, զարմանալի կերպով տեսած էին որ Սուրբ Շարբելի մարմինը ամփոփ մնացած էր, բայց հետաքրքրականը այդ է, որ իր մարմինեն արյուն ու քրդին քոսած էր իր զինք փաթած գդորին մեջ, այդ գդորը մինչև այսօր գա, դարձյալ ցեզի ցույց պիտի տամ 1950-ին դարձյալ երբ ուզեցին բանալ քերեզմանը նույն ցևով մարմինը թեև ամփոփ էր, բայց ամբողջ գդորը որ լատը որ փաթած էին վարշամագը արյուն եւ յուղ էր 1977-ին երբ բացին Սուրբ Շարբելի քերեզմանը անոր մարմինը արդեն փդած էր, քանգը մնացած էր, բայց անոր ամբողջ մասունքները հավաքեցին եւ վանքին մեջը թաղեցին։ Մարոնիտ եկեղեցին սիրելներ քրիստոնյա ասորի գաթողիկե եկեղեցին է, որ Լիբանանի քրիստոնյաներու ուրեմն գրոնն է, կամ համայնքն է, ինչպես մենք հայ առաքելական ենք, այդպես էլ Լիբանանի քրիստոնյաները կգոչվին մարոնիտ, որտեղ իրենց սուրբը եղած է Սուրբ Մարոնը, որ ապրած է 350 թվականին մինչև 410 թվականները Սուրիո Անդիոք լեռներուն վրա, ապա 6-7-րդ դարեն յետքը հալածված են մարոնիտները եւ փախած են Լիբանան ու այստեղն է որ համայնք կազմած են, ուրեմն եւ Սուրբ Շարբելը մարոնիտ վարդապետ եղած է, ուրեմն մարոնիտ եկեղեցին Սուրբ Շարբելի համար գտիմե Վատիկան, որբեսի զինք երանացնեն 1929 թվականին Սուրբ Շարբելը Դիոս Բաբին գողմե գհրճակվի Զարա Աստուծո։ Ասեմ որ կաթոլիկ եկեղեցվո մեջ սիրելիներ 3 հանգրվաններ կան Սուրբը լալու։ Նախ կգոչվի Զարա Աստուծո, երկրորդ Երանելի եւ երրորդ Սուրբ գհրճակվի, երբ որ անուն հոր եւ որդու եւ որդու սերկո ամեն։ Երբ որ հրաշքներ կկատարվի։ Ուրեմն 1929-ին գսկսի իր երանացման ընթացքը կգոչվի Զարա Աստուծո, 1965-ին անիգա կգոչվի Երանելի եւ 1977-ին անիգա կհրճակվի Սուրբ։ Եվ իսկապես Սուրբ Շարբելը մեծ Սուրբ է, որ մինչև այսօր բազմաթիվ հրաշքներ կկատարի։ Պիտի տեսնեք անդամած սուբեր, պիտի տեսնեք զանազան հիվանդության առարգաներ, որ մարդիկ եկած են այստեղ, բժշկված են ու ամեն ինչ այստեղ թողած են ու կացած են կատարյալ ուշված։ Սուրբ Շարբելը սիրելիներ Աստուծո իսկական ծառաներեն մեկն է։ Իր բարեխոսությունը շատ մեծ եղած է քրիստոնյա ժողովուրդներուն վրա։ Ինքը երկար քարոզներ չունի։ Իր գրությունները շատ կարճ են, բայց շատ խորունկ աստվածաբանությամբ եւ սրբությամբ լեցուն։ Սիրելի քույրեր եղբայրներ, եկող տարի մենք մեծ խումբով ուխտի պիտի կանք աշխարհի զանազան անկյուններեն այս մայրիներու երկիրը եւ պիտի կանք Սուրբ Շարբելի։ Սուրբ Շարբելի բարեխոսությունը կխնդրենք, որպեսզի Սուրբ Շարբել բարեխոս է քրիստոնյա բոլոր ժողովուրդներուն համար։ Ինչպես գիտեք,
անցնող տարի 2024-ին ուրեմն Հայաստանի մեջ Սուրբ Շարբելի մեծ արձաննալ կանգնվեցավ։ Սուրբ Շարբելը հռչակավոր է աշխարհի 4 կողմերը, մինչև Վենեսուելա, մինչև Չեխիա, մինչև Բալկանյան զանազան երկիրներ եւ իր բարեխոսությամբ հասմատիներ հուշված են։ Գաղութեմ ամբողջ սրտով, որ Սուրբ Շարբելը եւ բոլոր սուրբերը, որոնք Աստուծո մարգարիտներն են երկրի վրա եւ Աստուծո զորությամբ է որ անոնք հրաշքներ կկատարեն, բարեխոս ըլլա մեր ազգին եւ բոլոր քրիստոնյա ազգերուն համար, որ խաղաղություն դիրե մարդոց հոգիներու մեջ, ընտանիքները զորանան եւ բոլորս ալ իրենց նման սրբությամբ ապրեն։ Սուրբ Շարբելը թող նաեւ աղոթե սիրելիներ Լիբանանի խաղաղության համար, որբեսի այս երկիրը, որ 50 տարի է պատերազմներու մեջ է, թե ներքին քաղաքացիական, թե արտաքին ճնշումներու պատճառով, վերջապես իր խաղաղությունը գտնե եւ այստեղ ապրող ժողովուրդը միջին ապրելքի մեջ ապրող մեր քույրերը եւ հայրերը, լա Սուրիո մեջ, լա Իրաքի մեջ, լա Իրանի մեջ, լա Լիբանանի մեջ եւ այլ որ ապրին խաղաղությամբ եւ օրդությամբ։ Եկեք սիրելիներ, զանազան վայրերը այցելենք Սուրբ Շարբելի, աղոթ կնենք եւ նաեւ իր ջկնարանը ցեզի ցույց տամ, որովհետեւ ընդհանուր գաղափար ունենալ Սուրբ Շարբելի ապրած կյանքի եւ սրբության մասին։ Օրհնյալ մնացեք։